Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի գյումրեցիներ, սիրելի երևանցիներ և սիրելի հայ ժողովուրդ։ Այս ձայնային հաղորդակցությունը, որը արվել է դեկտեմբերի 6-ին, տեղական ամիս ամսաթվով, հասցեագրված է կոնկրետ Գյումրի քաղաքի բնակիչներին։ Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության գլխավոր թրքահապատակ վիժվածքը պատրաստվում է կիրակի օրը ժամանել Գյումրի 7 վերք եկեղեցում ինչ-որ պատարակ մատուցելու։ Ես չգիտեմ այդ մարդու երեսին ինչ է քսած, եթե կարելի է վիժվածքին առհասարակ անվանել մարդ։ Եվ նաև գիտեմ, որ Գյումրի եկեղեցականները, այսպես ասած, ցանկանում են բոյկոտել եւ չթողնել այդ վիժվածքին 7 վերք եկեղեցին եւ բնականաբար գալու է ոստիկանությունով։ Ես կհորդորեմ, որպեսզի եկեղեցու դռները ներսից փակվեն, մախվեն հաստ փեդերով եւ հոգեվորականները մնան ներսում, ապավինելով իրենց աստուծորությանը։ Բայց նաեւ ես կցանկանամ, ես դիմում եմ հորդորով բոլոր գյումրեցիներին, որպեսզի մեկ մարդու նման գան եւ կանգնեն 7 վերք եկեղեցու առաջ եւ այդ թրքահպատակ բոզի տղուն չթողնել մտնել եկեղեցի։ Ես նաև ակնկալում եմ, որ իմ կողմից հարգված միակ հոգևորական Աչապարյանը եւս կասի այն, ինչ որ ասում եմ ես, իհարկե կուլտուրական բառապաշարով, ակնկալում եմ, որ Գյումրի նախկին քաղաքապետ կոչված Վարդան Ղուկասյանը, իմ անուն ազգանուն կրողը, ունենա համարձակություն, մի ոտես բեսապ համարձակություն ուներ ընտրվելու, նույն տիպի համարձակության կոչով դիմել իր ժողովրդին, իր ընտրողներին, թեկուզ դրան քիչ են եղել, բայց եւ այնպես, որպեսզի գան եւ ցույց տան, որ այդ վիժվածքը մտնի եկեղեցի։ Եվ առհասարակ գյումրեցիները, որովհետեւ այդ մարդկային վիժվածքը Հայաստանի Հանրապետության առաջի պոռնիկի հետ միասին իսկ քալերտը սկսեց Գյումրից։ Ըստ Սերժ Սարգսյանի նախագծի։ Եվ ինձ թվում է Գյումրից էլ պետք է սկսվի նրան ամենահուժկու հակահարված տալը։ Ես մեծ հույսեր ունեմ գյումրեցիներից, ավելի շատ քան Էջմիածնի ժողովրդից։ Էջմիածնի ժողովուրդը թողիզանից չվիրավորվեն, բայց փաստաբանը մապաս։ Եվ հուսամ, որ դեկտեմբերի 7-ին նա մանավանդ զոհված զինծառայողների, ինչպես նաև գերության մեջ գտնվող գյումրեցի պայմանագրային զինծառայողների եւ առհասարակ առաջնակցում կլինեն դրանք, ինչպես նաև Վարդան Ղուկասյանին, ձեր տվողները, այսպես ասած արզիվ հոգևորականները, մենք տենում ենք, որ կաթողիկոս կոչվածը գոյություն չունի, ավելի շատ, չգիտեմ, կողից էր այդ մարդու բանը պաշտպանում, քան թե ինքն իրան։ Ինձ չի հետաքրում կաթողիկոսը։ Ես բացարձակապես, որ ասում եմ, խորը արհամարանք ունեմ այդ մարդու նկատմամբ։ Ինձ ուղղակի երևույթը նա է, որ քանդվում է եկեղեցին։ Ինձ եք ասում, հավատալ, եկեղեցուն բան ասում, հենց պաշտպանել, ժողովուրդ ջան։ Մի խոսքով, այդ ձայնային հաղորդակցությունը խնդրում եմ, որպեսզի հասնի յուրաքանչյուր գյումրեցու, յուրաքանչյուր Շիրակի մարզի բնակչի եւ որքան հնարավոր է մի փոքր ավելի քաղաքական պատասխանատվության զգացումը բարձրացեք ձեր մեջ, սիրելի գյումրեցիներ։ Դուք երկրորդ հանրապետության, այսինքն հանրապետության երկրորդ խոշոր քաղաքի ժողովուրդն եք։ Եվ հուսամ, որ դեկտեմբերի 7-ին այն ինչ որ այդ անբարոյականից զավակը փորձում է անել, դուք թույլ չեք տա։ Հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր դեկտեմբերի 6-ն է, առավոտյան ժամը 9, տեղական ժամանակով, այդ Ամերիկայի։ Այս ձայնային հաղորդակցությունս ի տարբերություն մյուս բոլորին ձայնային հաղորդակցությունների կլինի մաքսիմալ կիրթ, բայց դուք գիտեք, որ իմ կիրթ հայտարարությունը իրենից ենթադրում է, որ հաջորդը լինելու է մաքսիմալ ոչ կիրթ։ Այս կիրթ կուլտուրական հայտարարությունը ես ուզում եմ հասցեագրել Հայաստանի Հանրապետության օրենքով գողերին եւ քերոպներին։ Եվ հուսամ, որ բոլոր այլ լրատվամիջոցները, որոնք որ գտնվում են այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժի ազդեցության տակ, անպայման այս հաղորդակցությունը կտարածեն, սկսած Վանեցյանից, որ ձեռիցակ ունի մի շատ լրատվամիջոցներ։ Եվ այսպես, հարգարժան օրենքով գողեր,
ավտորիտետնի եւ քերոքնի։ Ես խոսում եմ ձեզ հետ որպես ոչ թե ոստիկան, նախկին ոստիկան կամ ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյան։ Ես խոսում եմ ձեզ հետ այս հայտարարությամբ որպես քաղաքական գործիչ, պետական գործիչ Վարդան Ղուկասյան։ Ուրեմն նայեք, Խորհրդային Միության ժամանակվանից սկսած եւ մինչեւ հիմա օրենքով գողերը ենթարկվել են շատ խիստ ժառանգական եւ ոչ ժառանգական փոփոխականության։ Ավելի շուտ ոչ ժառանգական փոփոխականության։ Ոչ մի կերպ մենք չենք կարող համեմատել սովետական միության օրենքով գողերին եւ ձեզ իրար հետ։ Համեմատելու չի։ Օրինակ, չեն կարող վերցնել Սվոյ Ռաֆին, երջանկահիշատանք եւ համեմատել ձեզանից որևիցե մեկնումեկի հետ։ Անհնարով։ Եթե մենք վեկալենք ձեզ բոլորին, դնենք նժարի մի կողմի վրա, Սվոյ Ռաֆին մյուս կողմի վրա, դուք բոլորդ կհայտնվեք օդի մեջ։ Բայց ուզենք թե չուզենք, հիմա դուք կոչվում եք օրենքով գող, քերոքնի, մի մասն էլ ավտորիտետնի։ Հիմա այս իշխանությունը, թրքահպատակ իշխանությունը որոշել է ձեզ օգտագործել։ Այդ ինֆորմացիան իմ մոտ արդեն հաստատվել է, գրուկը ու պեչատուկը, որ հասել է ինձ։ Հիմա ձեզանից ոմանք որոշել են, այսպես ասած, աջակցել այս թուրքերին։ Ոմանք դեռ տվայտանքների մեջ են։ Ուրեմն իմ բարի խորհուրդը նրանց, ովքեր որ փորձում են սրանց աջակցել, Նիկոլներին, Ալեններին եւ այլն։ Նրանց, որոնք որ տվեցին Արցախը, որոնք որ տվեցին Հայաստանից գյուղեր, շրջաններ, գետեր, լճեր, որոնք տվեցին 5000 զոհ եւ ասեցին զոհվեցին հանուն ոչնչի, որոնք 15 հոգու սախսախ վառեցին, երկիրը վերենացել նարկոտրաֆիկի կենտրոնից, այլանդակե այլասերել են ամեն ինչ, եւ դուք որոշում եք սրանց աջակցել։ Հիմա նայեք, այդ աջակիցները, աջակցողները ունեն երկու ելք։ Առաջի ելքը հավաքում են իրենց վեշ-վեշոկը, հենց վաղվանից սկսած եւ հեռանում են Հայաստանի Հանրապետությունից, այնքան ժամանակ մինչև ավարտեն ընտրությունները եւ դրանից հետո վերադառնում են։ Երկրորդ ելքը իրանք իրենց խոդով մնում են իրենց տեղը մինչև իրենց գան տանեն բանտ, չէ որ բանտը ձեր տունն է, ուկրալ, վիպել, թուրմու, ռոմանտիկա։ Եվ այն օրենքով գողը, որը խուսափում է բանտից, դրան չի կարելի անվանել օրենքով գող։ Այսօր օրենքով գողերը ֆռում են այդտենց լաքշերի մեքենաներով, այդտենց սույթուն հագնվում, տուն, տեղ, սիրուհիներ, աղջիկներ, կտանիկ, երեխեք եւ այլն եւ այլն եւ այլն։ Բիզնեսներ, այդ չէ լավ օրենքով գող։ Այդ է լավ բիզնեսմեն։ Բայց հիմա նույնիսկ գնում է դա։ Դա գնում է բանտ։ Այս երկու տարբերակը ձեր փրկությունն է։ Եթե դուք չեք ընտրում այս երկու տարբերակը եւ որոշում եք օգնել այս իշխանությանը, որպեսզի նրանք ինչ-որ մի կերպ վերարտադրեն, ուրեմն ես ձեզ խոստանում եմ, դուք ելնեք եք տալու Արշակ Հակոբյանի ընտանիքին։ Եթե նրա տուն եկան, հիշում եք, թղեր, դելֆիններ, օսմաններ, հնդիկներ եւ այլն, ես վախենում եմ պատկերացնեմ, ովքեր կգան ձեր տուն ու տեղը հյուրընկալելու։ Բացի դա, ի տարբերություն որոշակի մարդկանց, օրինակ Արշակ Կարապետյանի, որն ասում է կա մի փաստաթուղթ, որը հաստատում է, որ Նիկոլը Դավաճանն է։ Ես չեմ ելնելու ասելու, կա մի փաստաթուղթ։ Ես միանգամից ձեզանից յուրաքանչյուրի վերաբերյալ փաստաթուղթը տարբեր տիպի տեղադրելու եմ համացանց, առանց ձեզ նախազգուշացնելու։ Օրինակ, մի օրենքով գողի կողմից գրված ցուցմունք, կամ օրենքով գողի կողմից գրված, այսպես ասած, վերբովքի փաստաթուղթ ձեր լեզվով ասեմ, եւ այլն, այսինքն որ այդ օրենքով գողի վրա վասմիկանե չնի, աստղերը տեղում կլինի, այն որ ասում է լիստապատ, աստղապատ։ Ես չեմ ուզում, որ մենք դառնանք թշնամիներ։ Ես երբեք ձեզ չեմ ընդունել, չեմ սիրել, չեմ հարգել։ Ուզում եք նեղացեք, ուզում եք չեմ։ Այ սովետի օրենքով գողի նկատմամբ հարգան կար, բայց այդ նկատմամբ ոչ, որտեղ դուք բիզնեսմեն եք, կեղտոտ բիզնեսմեն, պրիտոմ։ Բայց դա հիմա կարևոր չէ, դա ձեր անձնական իրավունքն է։ Հիմա կար գնում եք դուք ձեր խոդով բանտ, կսպասեք մինչև ձեզ գան տանեն ընդեղ, չէ ֆիր, մե ֆիր, մրգերնի, խմորեղենի, այդ 6 ամիսը գլորեք,
Քան գնացեք, չգիտեմ, ձեր ուզած ցանկացած երկիրը, 6 ամիսը ձգեք։ Դա այդ երկուսը ամենաճիշտ տարբերակներն են, խուսափելու նրանից, ինչը ձեր գլխին պայթելու է։ Օրինակ, օրենքով գող Երևանսկի Արսեն, կամ Քերոպա, չգիտեմ ով այդ եթիմը։ Ես որոշել եմ հայանք չտալ։ Այս զայնայով ես ոչ մի բան չեմ ասում։ Ես այդ մարդու դեմքին նայում եմ, իմ ջանը լմա մալակոս։ Ես զգում եմ, որ իմ մոտ զարգանում է գեմարո։ Ես այդ դրա դեմքին որ նայում եմ։ Եվ այդ գեմարոյի անունն է արդեն գիտեք ինչ։ Ես դրան ուրիշ ձև եմ թաղելու։ Սիմֆոնիկ նվագախմբով, շելկույն շիկ բալետով ես դրան պիտի անեմ այն բանից։ Բա դրա կնիկը, ախր դրա կնիկը, դրա վիճակը, օրենքով գողը կնիկ ունի, աղջիկ ունի, գնացել են համաշխարհային առաջի բոռնիկի հետ, նկարվում է, բանկետ իա աննամ։ Ես հետո եմ անդրադառնալու, հետո։ Հիմա որ կուլտուրական զգուշացնում եմ, յուսով եմ դուք ինձ հասկացաք, առանց իրարից նեղանալու, առանց մեկս մեկի վրա ատամ կրկչացնելու, նմանավանդ են լենագանցի զապը որ կա։ Ես չգիտեմ ինչ եմ ասում զապը ռոժեցա ինչա ակնոցներով։ Ես առանձնապես զգուշացնում եմ քեզ։ Աստված էլ բեթարեն ազատի։ Ես գիտեմ, դու չես կարա եկվից դուրս գաս, հելար դուրս, շատ վատալվելու։ Հավաքի չամադանդ գնա բանտ, տղա ջան, գնա քո հայրենի տուն, մինչև ավարտեն ընտրությունները։ Հատկարս մեկը չզանգի ինձ և չասի զապը չի խառնվում ընտրապայքարին կամ ընտրություններին։ Ես կասեմ fake news ու զանգողին կասեմ այն ինչ որ պիտի ասեմ։ Մարդավարի ասում եմ, չփորձեք խառնվել քաղաքականության մեջ։ Գողը չզբաղվել պոլիտիկա։ Տեսեք չեմ ասում աջակցեք ինձ, մյուսին։ Ասում եմ գործ չունեք, գնացեք մտեք ձեր տուն, չեֆ իրարեք խմեք։ Դա կլինի ամենաօբյեկտիվ տարբերակը։ Օպտիմալ, այսպես ասած։ Դուք ինձ հասկացաք, Արոնայք։ Հուսով եմ այո։ Իսկ այս հաղորդակցությունը պիտի ինձ թվում է տարածեն թե չտարածեն։ Ինձ հակացած հաղորդակցություն պայթացնում համացանցը, բայց այն կուսակցությունները, որոնք դատամիջոցներ ունեն, պիտի շատ գրված լինեն, որովհետև եթե դիմադիր են համարում, դուք մտելու եք, որ ձայներ փախցնեք, տանեք մտցնեք Նիկոլի ընտանիքի հետույքը։ Ես նորից եմ կրկնում, չեմ խնայի ոչ մեկից։ Չեք կարողանալու փողոց դուրս գալ։ Ուղղակի չեք կարողանալու։ Եթե քաղաքական գործիչները ունեն իմունիտետ սեռական հայրենիքի նկատմամբ, դուք չունեք։ Ես չեք կարող ունենալ։ Նամանավանդ, որ ես դրա աչոտը տալու եմ, անես չի, որ մտել եմ տրգպտս, անեմ դուրս գամ, ոչ, աչոտ եմ տալու, ու բիդիտ եմ անելու ձեր կողակիցներին, ով եք դուք, ու բիդիտ, իսկ դուք, ես շատ բան գիտեմ, որ մեկս մեկի տակ եք փորում էքսկավատորով, և եթե որևիցե մեկն ու մեկիդ վրով, իմ տելեգրամբանյան ալիքում հայտնվեց որևիցե մի փաստաթուղթ, ձեզ դրանով հոշոտելու են ձեր գործընկերները, ձեր կոլեգաները։ Չեմ ուզում դառնալ ձեր թագին վայիս։ Առասոյն ասում եմ, կամ գնացեք երկրից, կամ գնացեք բանտ։ Արտարբերակ չունեք։ Դուք եք կտրել այդ կյանքը։ Ես ձեզ ուզում չի խփել դառնալ օրենքով գող։ Օրենքով գող չզբաղվել պոլիտիկա։ Ես ճանաչել եմ, իմացել եմ օրենքով գող, որը սրտացավությամբ է վերաբերվել Հայաստանի Հանրապետությանը։ Նորից կասել սովորավ։ Բայց դուք ուզում եք օգնել մի քաղաքական ուժի, մի թրքահպատակ ուժի, ով Հայաստանը ավելի շատ թրքահպատակը, քան հպատակ, ով ես փորձանք ես, ովին ես զուլումը բերես մեր գլխի, ես ես կթաղեմ։ Մի հատեղ մի հոգի կա, Ռոբսոն, նամանավանդ դիմում եմ այդ մարդուն։ Հանկարծ ու հանկարծ փորձելի խառնվել քաղաքականության մեջ։ Ռուսաստանից վտարին եկավ Հայաստան, ես չգիտեմ Հայաստանից հետ ուրա գնալու։ Չխառնվեք, չխառնվեք, այս զայնայինը հուսամ կհասնի նաև Մասենցի ժիրոյին, Օշակացի Գևորգին, բոլորին վախենական կհասնի, հորդորում եմ ձեզ զերծ մնալ քաղաքական երուզերից, այսօր այս քանը, ամենայել հայոց Վարդան Ղուկասյան։